Հարց հոգեբանին կտորը այսօր մեծ իրով կուզեմ քննարկել հոգեբան եւ 3 երեխաների մայր Արմինե Վարդանյանի հետ։ Արմինե ջան, շատ խոսեցինք տատիկ-պապիկների դերի մասին, նրա մասին, որ այսօր ցավոք սրտի այդ կտրվածությունը կա, այդ խզվածությունը կա թոռների ու տատիկ-պապիկների միջև։ Ինչ ես կարծում, ինչու է կարևոր այդ կապը եւ ոնց կարող ենք մենք այդ կապը պահել։ Կարևորության մասով պարոն Հակոբյանը մի քանի շեշտադրում արեց։ Առաջին հերթին այդ արմատներին կպած պահելու հնարավորությունը, որ հենց տատիկ-պապիկների միջոցով երեխաները ունեն, եւ դա ինքնություն բառն էլ գործածեց պարոն Հակոբյանը, ինքնության տեսակետից չափազանց կարևոր նշանակություն ունի, որ երեխան իր եսը ձևավորելու համար հենք ունի, իր արմատների վրա հենվելով։ Մյուս կարևոր հարցը, որին անդրադարձ եղավ, արժեհամակարգն էր, որը որ տատիկ-պապիկները երեխաներին կարող են փոխանցել։ Ինչն է ճիշտ, ինչն է սխալ, ինչն է լավ, ինչն է վատ, եւ դա կարող են անել շատ հանգիստ, առանց այն ավելորդ ծնողական տագնապների, որ եթե օրինակ ծնողը վախից դրդված կամ անփորձությունից դրդված կամ գերպատասխանատվությունից դրդված ուղղակի կարող է արգելել, բղավել, սահմանափակել, որպես կանոն այսպես խիստ հետևել դրան, տատիկն ու պապիկը կարող են բացատրել ավելի հանգիստ, ավելի հանդարտ, ավելի ջերմ միջավայրում, Մյուս շատ կարևոր հարցը, որը որ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ նշանակություն ունի, դա այն ջերմությունն է, որը որ երեխաները կարող են ստանալ միայն տատիկ-պապիկներից, որովհետև այստեղ իսկապես կա այդ առանց նախապայմանների մաքուր, անշահախնդիր սերն ու նվիրվածությունը երեխաների հանդեպ եւ իրենք հանգիստ առանց ինչ-որ ավելորդ պարտավորվածությունների իրար իսկապես կարող են վայելել։ Եվ պարոն Հակոբյանը խոսքի սկզբում էլ, տեսեք, սկսեց հենց իր տատիկ ու պապիկից, ես մտածում եմ, որ եթե իհարկե մենք խոսում ենք առողջ փոխհարաբերությունների մասին, սա էլ շեշտադրենք, մենք հարցնենք, փողոցում կամայական մարդկանց, ովքեր որ մեծացել են տատիկ-պապիկների հետ, չեմ կարծում, որ որևէ մեկը ինչ-որ այսպես դաժան, վատ, ինչ-որ փորձառության մասին ասի, այո, հիմնականում բոլորը շատ ջերմ են արտահայտվում եւ շատ սիրով են հիշում նույնիսկ այն դեպքերը, երբ օրինակ թեկուզ տատի կամ պապի կողմից ինչ-որ նկատողություն կամ ինչ-որ մի այսպես խստություն է եղել, նույնիսկ դա են շատ մեծ հաճույքով ու սիրով հիշում։ Սա հենք է մեր երեխաների համար եւ սա հսկայական փորձառություն է նաեւ, նույն իրավիճակում ծնողները այլ կերպ կարող են վարվել, տատիկներն ու պապիկները այլ կերպ կարող են վարվել։ Եթե կա անհամաձայնություն, ինչ անենք այդ դեպքում, լինում է հաճախ։ Իրոք, անգամ ամենաառողջ փոխհարաբերություններում